Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ընտրական բարևարկության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում ծրագիրը միտված է ընտրողների իրավունքների, ընտրական բարևարկության մեխանիզմների, ընտրություններում ապատեղեկատվության մեխանիզմների բացահայտմանը, մեդիագրագիտության, քաղաքացիական հասարակության մասնակցության ներգրավմանը, ինչպես նաև մոբիլիզացիայի վերաբերյալ կարողունակությունների զարգացմանը և իրազեկմանը Հայաստանի Հանրապետության 4 մարզերում։ Ծրագրի թիրախային մարզերն են Շիրակը, Լոռին, Գեղարքունիքը և Տավուշը։ Գաղափարը այն է, որ սկզբում իրականացվում է վերապատրաստողների վերապատրաստում, այսինքն այսօր թվով 4 թիրախ մարզերից ներգրաված են 3 դեր ունեցող մասնակիցներ, այսինքն 3-ական ունենք ՔՀԿ տարածաշրջանային ՔՀԿ ղեկավարներ, 3 տարածաշրջանային մեդիա ղեկավարներ եւ 3 տարածաշրջանային իրավական ղեկավարներ, որոնք այժմ վերապատրաստվում են եւ այնուհետեւ արդեն իսկ իրենց ձեռք բերված գիտելիքներով եւ փորձով կիսվելու են մարզերում կրկին տարբեր ՔՀԿ ներկայացուցիչների, լրագրողների եւ իրավաբանների հետ եւ արդեն դրանից հետո էլ այդ վերապատրաստված անձինք վերապատրաստելու են իրենց մարզի տարբեր համայնքների բնակիչներին մինչեւ ընտրությունները, իմաստը այն է, որպեսզի մինչև ընտրությունները կարողանան իրազեկվել այս ամենի մասին, որպեսզի կարողանան բացահայտել ընտրական ապատեղեկատվությունը եւ պաշտպանված լինել, իմանալ լավ իրենց իրավունքները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան օնլայն տարբերակով անձամբ լսել Ադեպտ Մոլդովա միջազգային կազմակերպության փորձագետներ Իգոր Բոտանին եւ Պոլինա Պանայինտեին։ Միջազգային փորձագետները կիսվեցին արդեն իսկ ներդրված հաջողված փորձով։ Դասընթացների սկզբում դիտարկվում են ընտրողների իրավունքները եւ դրանց իրավական երաշխիքները, ապա քաղաքացիական մասնակցության դերը ընտրական գործընթացներում։ Մասնակիցները ուսումնասիրում են նաև ապատեղեկատվության բացահայտման գործիքները եւ ընտրական մեդիագրագիտության կարևոր սկզբունքները։ Վերջին մոդուլը նվիրված է ընտրական բարևարկությանը եւ ընտրողների իրավունքների վերահաստատմանը։ 2 օրերի ընթացքում մենք մեր գիտելիքները կբարելավենք ընտրական իրավունքի հետ կապված, մեդիագրագիտության եւ տեղեկատվության դիմակայունության հետ կապված, որոնք որ կփորձենք նաև տեղական մակարդակում մեր մարզերում տարբեր հասարակական կազմակերպությունների եւ լրատվական միջոցների ներկայացուցիչներին տալ։ Ինչ խոսք այս դասընթացները մեզ շատ մեծ տեղեկատվություն կտա, որովհետեւ այստեղ մենք նաև ուսումնասիրում ենք միջազգային փորձը, Մոլդովայի փորձը, օրինակ ես տարբեր ընտրական գործընթացներով անցած մարդ եմ, բայց ինձ համար շատ նոր գիտելիքներ կար։ Դասընթացը բաղկացած է տեսական բաղադրիչներից եւ խմբային առաջադրանքներից։ Յուրաքանչյուր մոդուլից առաջ մասնակիցներին տրամադրվում է գիտելիքների ստուգման նախնական հարցաշար, ապա նույն հարցաշարը տրամադրվում է սեսիայի ավարտին, դասընթացի արդյունավետությունը ստուգելու համար։ Հավասարաչափ բալանսավորված են եւ տեսական մասը եւ պրակտիկը։ Իրականում ծրագիրը շատ մեծ ոնց որ աջակցություն ունեցավ, օգնեց իմ իրավական գիտելիքների բացը լրացնելու համար, ինչպես նաև օգնեց ոնց որ մեդիա դաշտում ունեցած արդեն իսկ գիտելիքների ամրապնդման հարցում։ Դերևս սպասում ենք ծրագրի ավարտին, բայց շատ լավ է անցնում, ֆիդբեքս 10-ից 10։